Ողջույն։ Խորհրդարանական հերթական ընտրություններին մնացել է 8 ամսից պակաս ժամանակ, բայց արդեն վաղուց իշխանությունը քայլեր է անում, որոնք նախընտրական տրամաբանության մեջ են, բայց խիստ բացասական տեսանկյունից։ Օրինակ, քրեական գործերը ընդդիմադիր հակառակորդների վրա։ Օրինակ, մի շարք որոշումներ, որոնք ավելի շատ ընտրակաշառքի տպավորություն են թողնում։ Խոսենք մի քանիսից։ Կառավարությունը մի քանի տարի է ինչ թոշակները չի բարձրացրել, խոստացել է արժանապատիվ ծերություն, բայց առանց նորմալ թոշակ տալու դա անհնար է։ Ու հիմա ընտրական տարում 2026-ի հունվարից մի կիսատ պռատ որոշում է կայացնում թոշակների հետ վճարի գումարը 12%-ից դարձնելով 20%։ Ասում են թոշակ առու, նպաստ առու։ Եթե անկանխիկ եղանակով ծախսեց, մի քիչ դրամ կարող է հետ գալ։ Սա չի կարելի իհարկե համարել թոշակի բարձրացում, կարծում եմ, որովհետև վերադարձի համակարգից օգտվում է թոշակառուների ընդամենը կեսը։ Ստացվում է մյուս կեսի մոտ ոչ մի փոփոխություն չկա։ Մի շարք համայնքներում չկա անկանխիկ գնումների համակարգ։ Թոշակառուներ կան, որ չեն օգտվում այդ համակարգից, կան մարդիկ, որ պարզապես կուտակում են։ Բայց ահա նաև լուրեր են տարածվում, որ ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ կարող են մի 3000 դրամով բարձրացնել թոշակը։ Կրկնում եմ, 2020 թվականին խոստացել են բարեկեցիկ ծերություն։ Այսենց հպարտ քաղաքացու անձնագրեր են բաժանել եւ ընտրական տարում ասում է, դե կարող է մի քիչ գումար հետ գա, բայց քարտով գնումների դեպքում։ Մյուս որոշումը բանակի կրճատումն է կես տարով, 2 տարին դարձնում են 1.5 տարի։ Փաշինյանն ասում էր, որոշել էինք 26-ի հուլիսից, բայց քննարկումների արդյունքում որոշեցինք բերել հունվարի 1-ին։ Ինչու այդ որոշեցին։ Գուցե նրա համար, որ հուլիսի 1 ընտրություններից հետո է։ Չեմ տեսել որևէ պաշտոնական վերլուծություն, գենշտաբի կարծիք, գեներալի կարծիք, հիմնավորում։ Միայն պատմության դասատու Սուրեն Պապիկյանն է մի երկու բան ասել, զուտ ինֆորմացիա, որ այդպիսի բան են անում, առանց հիմնավորման։ Կա վերլուծություն, թե աշխարհում վերջին տարիներին ինչ տենդենսներ են, որ երկրներն են զինծառայության ժամկետը կրճատել, կա վերլուծություն, թե օգուտը որն է դրա, հաշվի առել են մարտական հերթապահության կանգնողների ծանրաբեռնվածությունը։ Եթե այդ ամենը չի արվել, ուրեմն շատ հնարավոր է, որ ընտրություններից հետո ասեն, դե ամեն դեպքում պարզվեց, որ ճիշտը 2 տարին է կամ 2.5 տարին։ Բայց քանի որ չի ներկայացվել վերլուծություն, ուրեմն ինչու չի կարելի բանակը սարքել 1 տարով։ Ինչու կարելի է սարքել 1.5 տարի, բայց ոչ 1 տարի։ Ինչու դա չեք անում։ Իսկ ինչու են դա անում 2026 թվականի հունվարից։ Արդյոք արդար է հենց այս պահին ծառայողների նկատմամբ։ Իսկ արդար է նախորդ տարի 2023-ին, 2022-ին ծառայողների համար բանակում։ Ինչու այդ ժամանակ չեք արել։ Պապիկյանն ասում է, այս խոստումը տվել ենք 2021-ին, բայց ինչու հենց 21-ին չարեցիք։ Պահել են նախընտրական, չէ՞։ Բանակի քանդումը սկսել է 2018 թվականից, 2020-ին պարտության են տարել, 21-ին Արցախից անել են զորքը, իսկ ինչու զինծառայության ժամկետը չեն կրճատել այդ ժամանակ, որովհետև մտածել են նախընտրական տրամաբանության մեջ, չէ՞։ Իսկ նույն տրամաբանության մեջ չէ մեկ այլ բանակից փողով ազատվելու օրինակիցը։ Այս տարի անհուսալի վարկ ունեցողներին արտոնություն տալու օրենք մտավ ուժի մեջ։ Անհուսալի վարկ ունեցող շուրջ 220,000 ֆիզիկական անձի հնարավորություն է տրվում մարել վարկը աշխատավարձից գոյացող եկամտահարկի վերադարձմամբ։ Ինչու է դա անում հիմա։ Ինչու է դա անում պետական բյուջեի միջոցներով։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին խոստացել է տուժ տուգանքների չեղարկում։ Ուր անհետացավ այդ խոստումը։ Այդ մարդը 2018 թվականից մինչև այսօր բազմաթիվ հնարավորություններ է ունեցել չեղարկելու, բայց բերել է ու անում է ընտրությունների շեմին, ու ոչ թե չեղարկում է, այլ պետբյուջեով լավություն է իբրանում։ Փաշինյանը հազարավոր խոստումներ է տվել, բարեկեցիկ կյանք խոստացել, հավատացել են, վարկեր են վերցրել, չեն կարողացել փակել, կամ չեն ուզեցել փակել, բայց ով է մեղավորը, որ Հայաստանի ամեն 9-ից 10 քաղաքացուց մեկը ունի անհուսալի վարկ։ Փաշինյանը որոշել է ներել տաքսիստներին 1 միլիարդ 342 միլիոն դրամի պարտքը։ Պարտքը երբ է կուտակվել 15-ից 19 թվականներին, տուրքերի եւ դրանց վրա գումարված տուգանքների տեսքով։
19 թվականից անցել է 6 տարի, իսկ ինչու որոշեց հիմա չեղարկել։ Կարող էր չէ դա անել 2020-ին։ Ոչ էլ այդքան տուժուտ ու գանք կուտակված կլիներ։ Նախընտրական փուլ է, այդ տրամաբանությամբ է, չէ։ Նույն տաքսիստներին Նիկոլը լիքը խոստումներ էր տվել, բայց ոչ միայն չկատարեց, այլև մտցրեց այլ տուրքեր, իսկ հիմա ամեն ուղևորից գանձվող հարկ։ Բազմաթիվ քաղաքացիներ կան, որ զեղծարարության զոհ են դարձել, անձնական տվյալները պաշտպանված չեն եղել, նրանց անունով վարկեր են ձևակերպել։ Բողոքի ակցիաներ արեցին մի շարք, որից հետո ԿԲ-ն հայտարարեց, որ սառեցվում են վճարները։ Հանցագործներին չեն բացահայտել, չեն պատժել։ Ու հիմա չեն էլ ասում կզրոյացնենք, ասում են կսառեցնենք մի 2 տարով, այսինքն ընտրություններից հետո կտանեն կմուծեն։ Սա կարծում եմ խիստ անազնիվ է քաղաքացու նկատմամբ, բայց սիրաշահում է ընտրությունների նախաշեմին։ Տեղեկություններ են շրջանառվում, որ տարբեր համայնքներում հանդիպումների են հրավիրվում տեղահանված արցախցիներ եւ իբր ծանոթանում են նրանց խնդիրների մասին ԿՊԱ-ական համայնքապետերը։ Իհարկե ուրախ կլինեն, որ արցախցիներին թեկուզ որպես նախընտրական քարոզարշավ ԿՊ-ն ապահովի բնակարաններով, աշխատանքով, հայրենազրկման թոշակ անգամ վճարի, բայց անազնիվ է, չէ, իրենց արածը։ ԿՊԱ-ական իշխանության մեծ ջանքերի շնորհիվ են այդ մարդիկ զրկվել հողից, հայրենիքից, տնից, ապրուստից, բերել եք, մատնել եք անտերության, ընտրությունների նախաշեմին մտքներով տանցել են։ Մի խնդալու լուր կարդացել։ ԿՊ-ում ստեղծել են աշխատանքային խմբեր կազմված օրենսդիր գործադիր մարմինների ԿՊԱ-ական ներկայացուցիչներից եւ իբր գույքագրում են քաղաքացիների խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին տարածքային կառավարման նախարարությանը կից ստեղծել էր խումբ, որը պետք է բոլոր խնդիրները գույքագրեր ու լուծեր։ Նիկոլը խոստանում էր լուծել բոլոր հարցերը, բայց այս ընթացքում այցելել է լիքը մարզեր ու ասել. մենք չենք կարող բոլոր խնդիրները լուծել։ Ու հիմա ընտրությունների նախաշեմին ասում են, դե կգույքագրենք, կլուծենք ձեր խնդիրները։ Կարճ ասած, որքան ընտրությունները մոտենան, հələ այնքան խոստումներ ու որոշումներ կտեսնենք, ինչ ասես հնարավոր է անել ՔՎ-ի համար, բայց այստեղ կարևոր է հիշել, ովքեր են խոստում տվողները։ Հազարավոր խոստումներ են տվել 2018-ից ի վեր։ Եթե սրանց ասացները, խոստացածները կատարվեին, Արցախը արդեն կլիներ անկախ, միջազգայինորեն ճանաչված պետություն։ Հայաստան կգային $100 միլիարդ ներդրումներ, բոլոր գյուղական տները կվերածվեին պալատների, ամեն փողոցի վերջում մի հատ գործարան կլիներ։ Երևի հասկացել են, որ իրենց հավատացող էլ չկա եւ որոշել են այլ բան անել, ոչ թե խոստում կատարել ընտրություններից հետո, խոստանալ կատարենք ընտրություններից հետո, այլ ինչ որ բան կատարեն, որ ընտրվեն։ Իսկ ով է խելքը հացի հետ կերել, որ սրանց հավատա։